Մեր հարևան և բարեկամ Իրանում ողբերգական և վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում։ Դրանք իրենց ուղղակի ազդեցությունն են թողնելու Հայաստանի Հանրապետության վրա։ Մինչև երեկ դեռ հույս կար, որ Իրանա-ամերիկյան բանակցությունները խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն սադրվեց պատերազմ և մենք արդեն տեղեկություններ ունենք, որ օրինակ Իրանում դպրոց է ռմբակոծվել և տասնյակ երեխաներ են զոհվել։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մեր բարեկամ Իրանին և ցանկանում, որ այս գործընթացները շուտափույթ և խաղաղ լուծման հանգեն։ Հայաստանի իշխանությունները և պատկան մարմինները պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղվեն ազգությամբ հայերի և ՀՀ այն քաղաքացիների խնդիրներով, որոնք գտնվում են ռազմական գոտում։ Ակնհայտ է, որ այս իրադարձությունները համաշխարհային մակարդակով անկայունության և կատաստրոֆիկ զարգացումների աղբյուր են դառնալու։ Պատահական չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվելու և տարբեր երկրների ղեկավարներ Անվտանգության խորհրդի նիստեր են հրավիրում, որպեսզի անդրադառնան այս խորը ճգնաժամին և ունենան համապատասխան լուծումներ տարբեր տիպի սցենարային զարգացումների դեպքում։ Բնական է, որ Հայաստանում նույնպես Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, բայց անբնական է, որ այդ նիստին չեն մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի աթոռները զբաղեցնողները։ Իսկ ինչով էին նրանք զբաղված։ Նրանք զբաղված էին ուշադրություն նախընտրական, ներկուսակցական, աթոռապաշտպանական քարոզչությամբ, նախընտրական նարդիով և էժանագին պեռաշկիա ուտոցիով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ որակի իշխանություն կա Հայաստանում։ Սա ցույց է տալիս, որ նրանց համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության շահը երկրորդական է, 10-րդական է, գրոշի արժեք չունի։ Նրանց հետաքրքրում է միայն իրենց աթոռը և իրենց կաշվի փրկությունը։ Սա ցույց է տալիս նաև, որ Հայաստանի անվտանգության թիվ 1 սպառնալիքը մեր ներսում է։ Դրա համար էլ անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին մարտահրավերներին։